միջնակարգ դպրոցը Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ենթարկվել է ռմբակոծման, շենքի մեծ մասը վնասվել էր, 96-97 թվականներին մասնակի վերանորոգում է կատարվել, դրանից հետո վերանորոգում չի կատարվել։ 2021 թվականին հունիսից սկսվեց մեր դպրոցի վերանորոգումը հայ կրթական հիմնարկության կողմից, կատարվեց վերանորոգում, ներքին հարդարման աշխատանքներ կատարվեցին բոլոր դասասենյակներում, միջանցքներում, հատակի վերանորոգում կատարվեց, լաքապատում է կատարվել եւ այսօր դպրոցը գտնվում է շատ բարեկարգ վիճակում, ինչպես նաեւ պատուհանները փոխվեցին եւ սա բարենպաստ ազդեցություն կունենա մեր երեխաների սովորելու վրա, գիտելիքներ ստանալու վրա, ինչպես նաեւ ուսուցիչները սկսեն աշխատել ավելի լավ, որովհետեւ մտնել դասասենյակ, որտեղ որ զգում ես, որ երեխան մրսում է, դու մրսում ես, սա բավականին բացական ազդեցություններ ունեն ուսման որակի վրա։ Առաջ եւ դպրոցը վերանորոգված չէր, պատերը այսքան լուսավոր ու գունագեղ չէին, իհարկե արդեն վերանորոգումից հետո պատերը եղան գունագեղ, արդեն դասասենյակները շատ լուսավոր, այդ ամենի համար շնորհակալ ենք բարերարներին, Հերմինե Փաղանյանցին, հայ կրթական հիմնարկությանը, որոնց շնորհիվ Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվեց եւ հիմա նրանց շնորհիվ երեխաները կրթվում են ավելի լուսավոր ու գեղեցիկ դասասենյակներում։ Մեր դպրոցում անհրաժեշտություն կար դպրոցը վերանորոգելու, ես մտածեցի, որ կարող ենք հենց դիմել նաև հայ կրթական հիմնարկությանը։ Աստծո կամքով մեր դիմումը չմերժվեց, որոշ ժամանակ հետո, շատ կարճ ժամանակ հետո անակնկալ զանգ ստացա Կարմինեից, որ մեր հայտը դիմումը ընդունվել է եւ մեր դպրոցը ընտրվել է այն դպրոցների շարքում, որոնք պետք է վերանորոգվեն։ Դպրոցը ամբողջությամբ վերանորոգվել է եւ իհարկե նաեւ սպասում ենք հետագա աջակցություններին։ Հույս ունենք, որ այսքանով չի ավարտվի։ Շատ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին եւ այն մարդկանց, ովքեր աջակցում են, թեկուզ մի փոքր աննշան չափով իրենց աջակցությունը կարող է շատ մեծ լինել յուրաքանչյուրի համար։ Դպրոցի շինարարություն նաև հովանավորեցին դրամական Վալենտինա Փախանյանցը, Հերմինեի մաման, իր հիշատակ Գալուստ Փախանյանցի, որ տարիներ հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ էր։ Շնորհակալություն եմ հայտնում Վալենտինային, Հերմինեին եւ Փախանյանցներին, որ այս նվիրատվությամբ հնարավոր դարձրին այս գործը։ Հիմա ձեզ մնում է, որ այս շենքը պահեք, պահպանեք։ Մի բան, որ Հայաստանում դժվար է։